Первая выставка недвижимости Армении в Москве. Арарат Парк Хаят. 12 и 13 апреля. Приходите. Բարի երեկո, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ կարևորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Մագդալենա Գրոնոն կարևորել է համաձայնագրի ստորագրումը եւ համոզմունք հայտնել, որ այն կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության եւ կայունության ապահովմանը։ Գրոնոյի հետ հանդիպում է ունեցել նաև Հարարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, նախարարը ընդգծել է երկարատև բանակցություններից հետո համաձայնեցված խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին պայմանագրի ստորագրման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրին։ Միրզոյանը վկայակոչել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա կառուցված Հայաստանի կոնկրետ առաջարկները։ Հարարատ Միրզոյանը եւ Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում անհայտ կորած անձանց ճակատագրերի եւ հայ ռազմագերիներու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումը։ Անվտանգության խորհրդի քարտուղարը եւս ընդունել է Գրոնոյին, նա վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շուտապույտ կնքելու խաղաղության համաձայնագիրը, որը տարածաշրջանը կուղղորդի դեպի հարատև խաղաղություն։ Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի ազգային ժողովի նախագահ Չանթան Մանի գլխավորած պատվիրակությանը քննարկվել են երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի արդեն ավարտին հասցված նախագծին, նշելով, որ հայկական կողմը պատրաստ է այն ստորագրել, ինչին ի պատասխան Չանթան Մանը նշել է, որ Վիետնամը աջակցում է երկու երկրների միջև խաղաղության հաստատման ու տարածաշրջանում կայունության ամրապնդման գործընթացին։ Ալեն Սիմոնյանը Վիետնամի ազգային ժողովի նախագահի ուշադրությունն է հրավիրել նաև Բաքվում պահվող հայ գերիների խնդրին։ Հանդիպման ավարտին ստորագրվել է երկու երկրների ազգային ժողովների միջև համագործակցության մասին համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Միրզոյանը եւ Լավրովը փոխանակվել են ուղերձներով։ Ներկայացնենք Հայաստանի արտգործնախարարի ուղերձը։ Սրտան շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ։ Այս համեմատաբար կարճ պատմական ժամանակահատվածում շնորհիվ համատեղ կառուցողական եւ արդյունավետ աշխատանքի Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերություններն ամրապնդվել եւ ընդլայնվել են, հիմնվելով մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա։ Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը, հիմնվելով մեր պետությունների շահերի վրա եւ ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։ Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը եւ նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը։ Ցանկանում եմ ձեզ եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության բոլոր աշխատակիցներին ամուր առողջություն, անսպառ էներգիա եւ հետագա հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին խաղաղություն եւ բարգավաճում։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը միջոցների վերաբաշխում կանի մի շարք դպրոցների շենքային պայմանները բարելավելու համար, նաև կփոխվի դպրոցների տնօրենների մրցութային համակարգը։ Որոշումներ ընդունվել են կառավարության այսօրվա նիստում։ 2023-ին ներդրված տնօրենների նշանակման եռափուլ համակարգը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։ Տնօրենների մրցութային համակարգի լավարկմանն ուղղված նոր նախագիծը ներկայացնելիս այս մտահոգությունը հայտնեց նախարար Ժաննա Անդրեասյանը, հավելելով տնօրենների մրցույթի հարցազրույցի փուլը դրական է հաղթարում 30%-ը, ինչը վկայում է ոլորտում եղած լուրջ խնդիրների մասին։ Հաշվի առնելով այս հանգամանքը նախորդ տարեվերջին հանրակրթության մասին օրենքում իրականացվեցին փոփոխություններ, որոնք հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պարագայում։ Գործուղման կարգն արդեն ներկայացված է հանրային քննարկման։ Նախարարն ասաց, որ լավարկել են ընթացիկ կարգերը եւ այս նախագիծը նպատակ ունի առավել արդյունավետ կարգավորումներ սահմանել տնօրենների նշանակման գործընթացում։ Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը տեղեկացրեց, որ նախարար Անդրեասյանին առաջարկել է տնօրենի հավակնորդների համար անցկացնել նախապատրաստական դասընթացներ։ Այսինքն ոչ մեկի թույլ չտանք տնօրենի մրցույթի մասնակցի, միջև ինքը դասընթացը չգնա, չսովորի, չավարտի եւ բան չստանա, սերտիֆիկատ չստանա, որ ինքը մենք միջև էս ինչ որ հավաստագրի մեխանիզմ ունեինք, հա, բայց կարևորը որ բան չլինի, վարորդական իրավունքի նման չլինի։ Կարևորը որ դա ռեալ լինի, որովհետեւ էլի եմ ասում, դպրոցի տնօրենը մենք այդ վատ պատկերացումը, որ լավ ուսուցիչը կարա լավ տնօրենը լինի։ Կարա իսկապես շատ լավ ուսուցիչ լինի, բայց չկարողանա լավ տնօրեն լինի։ Թեման շարունակելով վարչապետն ասաց, որ մեր երկրում խոր կադրային ճգնաժամ է։ Նրա խոսքով 4 կամ 5 նախադասություն վարժ ասելու ընդունակությունը դեռ չի նշանակում գիտելիք։ Նույնիսկ գիտելիք ունենալը չի նշանակում գիտելիք, որովհետև գիտելիք ունենալը մի բան է, գիտելիքը կիրառելը երկրորդ բանն է, գիտելիքը երրորդին փոխանցելը բոլորովին ուրիշ բան է։ Փաշինյանն այս համատեքստում անդրադարձավ նաև իշխանությանն ուղղված քննադատությանը։ 7 տարվա մեջ վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել, չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրեր ունենց, հիմա կասեն ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չի չորացել, Ժողովուրդ ջան։ Վարչապետը շարունակելով նշեց, կան լավ կադրեր, որոնք մինչև 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի, 400-500 հազար դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեցքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարքևավճարը, մեր բաները տարան, պարքևավճարը վճարեցին։ Եվ ինչի պետք է, սա շատ լավ տեսարան է, շատ լավ, բայց սա ուրիշների մասին չի, Ժողովուրդ ջան, սա մեր մասին է։ Եվ այսպես վարչապետի խոսքով Հայաստանում կադրային ճգնաժամ կա գրեթե բոլոր ոլորտներում, անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին, վարչապետը համոզմունք հայտնեց, վարորդական իրավունքները համատարած կամ մեծամասամբ կեղծ են։ Ոչ թե կեղծված են, այլ կեղծ են։ Այն կեղծվածներն էլ հələ իրանց հերթին, կեղծվածների խնդիրն էլ առանձին կա, բայց նույնիսկ չկեղծվածները կեղծ են։ Ստեղ է մեր խնդրեմը։ Եվ տենց շղթայական ամեն ինչը։ Մեքենա վարելու մեջ բարդություն կա, ոտը դնում ես գազին, հիմա էլ կան բարդ չի, մի ժամանակ էր որ պերվի կար, վտարոյի կար, տրեցի կար, հիմա չկա ոչի բան, դնում ես դեի վրա ու գազ ես տալիս, ինչքան գնացիր, քանի հոգի ճամփին ինչ կլինի էական չի։ Վարորդական իրավունք ձեռք բերելու նախկինում հայտնի մեթոդներին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը չշրջանցեց նաև իր օրինակը։ Ես բնականաբար կաշառք չեմ տվել, ես այն ժամանակ երբ որ ստանում էի հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչի էի, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա։
գործ չունես մեզ հետ։ Ուստի եթե Հայաստանում վթարների մեծ քանակը եւ զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է նաեւ վարորդների ատեստավորում անցկացնել, նկատեց Փաշինյանը հավելելով. կառավարությունն ամեն ինչի պատասխանատուն է, բայց Մարդը բան է անում, խմում, գնում է պատին տալիս է, 7-8 հոգի զոհվում է, դուրս է գալիս, ասում է, այսի երկիր չի ընդհանրապես։ Էս ինչ է զոհերի թիվը, էս ինչքան հասավ ստեղ։ Լավ, սեն չի լինի, ժողովուրդ ջան։ Որովհետև եթե մեր պատասխանատվությունն է, ուրեմն պետք է փագենք, ասենք չեք քշում։ Սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար։ Մենք անընդհատ այդ կեղտիկի մեջ ենք։ Նիկոլ Փաշինյանը նաև տեղին համարեց մեջ բերել հին հույն փիլիսոփա Սոկրատեսին վերագրվող հայտնի ասույթը։ Ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ մինչև հիմա այդ մարդը փոթորկում է մեր մտքերը։ Իսկ մենք ասում ենք, մենք գիտենք, որ ամեն ինչ գիտենք։ Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների խնդիրն է, տասնամյակների խնդիրը։ Նախագիծն ընդունվեց, վարչապետը վերջում դարձյալ ընդգծեց. պետք չի ուսուցիչներին մեղադրել, համընդհանուր այս խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրիս, եւ այդ մասին ու այդ դիտանկյունից պետք է ինքներս մեզ նայենք։ Ես խոստանում եմ բոլորիդ, որ ես ինքս ինձ չեմ ուզում ասեմ նայում եմ, նայել եմ, կնայեմ այդ դիտանկյունից։ Խոստանում եմ պաշտոնապես, բայց խնդրում եմ, որ բոլորս ամեն մեկս մեզ եւ մեր ոլորտներին այս դիտանկյունից նայենք։ 2025 թվականի պետական բյուջեով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցներից կկատարվի վերաբաշխում 525 միլիոն 496 400 դրամի չափով, որի նպատակն է ֆինանսական միջոցներ հատկացնել մի շարք դպրոցների շենքային պայմանների բարելավման համար։ Մասնավորապես նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել 1 դպրոցի 1 մասնաշենքի նորոգման աշխատանքների, 82 դպրոցի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության եւ նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայության, 1 դպրոցի կառուցված մարզադահլիճի մասնաշենքի գազաֆիկացման, ինչպես նաեւ վերանորոգման ընթացքում գտնվող 21 դպրոցի համար հսկողության գումարների ապահովման համար։ Փաշինյանն ասաց, որ ցանկում ներառված 120 նորոգվող դպրոցները պետք է ավարտված նորոգված լինեն մինչև 2026 թվականի ձմռան ամիսները, որպեսզի սեպտեմբերին արդեն այդ դպրոցներում հնարավոր լինի դասապրոցեսը կազմակերպել նոր միջավայրում։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը քննարկվել է բարեփոխումների 2024-26 թվականների ռազմավարական ծրագրի ընթացքը։ Վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը հիմնվելով իրականացված միջոցառումների արդյունքների վրա։ Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է Գյումրի ավականու ընտրություններում ընտրակաշառք տալու եւ ստանալու նոր դեպքեր, մանրամասները մեր գործընկերների տեսանյութում։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրիի ավականու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածու 71-ամյա կինը Գյումրիի 75-ամյա բնակչին խոստացել է ընտրակաշառք նշված դաշինքի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներ հավաքագրելու համար։ Ըստ այդմ հիշյալ բնակիչը դիմել է իր շրջապատի ընտրելու իրավունք ունեցող մի շարք անձանց ընտրություններին մասնակցելու եւ վերը նշված դաշինքի օգտին քվեարկելու համար, ու այդ կապակցությամբ ձեռք բերած տվյալները փոխանցել ընտրակաշառք առաջարկած դաշինքի թեկնածուին։ Ազիզ, Էդիկ հերոգ խոստին, հա, դուք լավ եք։ Լավ ենք, ինքան լավ ենք, որ առանց բռնել կերտանք կրենք։ Հնարավոր բացահայտումից զերծ մնալու համար վերջիններս խոսել են քողարկված ձևով, ընտրողներին անվանելով դասարանցիներ, իսկ դասերից չբացակայել ասելով նկատի ունենալով ընտրություններին մասնակցելը։ Մեկ դասարանի երեխեքին դերտամ տեսնի այսօր։ Հազար։ Լավ։ Հասկացա, որ դասերից չբացակայեն։ Վայ, լավ։ Հասկացա։ Կատարված խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել են Գյումրի քաղաքի մի շարք բնակիչների անձնական տվյալներ պարունակող ցուցակներ ձեռագիր նշումներով, այդ թվում բնակության հասցե, հեռախոսահամար, ընտրատեղամաս։ Իսկ հարցաքննված մի շարք անձինք իրենց ցուցմունքներով հաստատել են ընտրակաշառք տալու եւ ստանալու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի տեղեկությունները։
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալված հիշյալ երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ընտրակաշարք տալու եւ ստանալու համար։ Ի թիվս այլնի, հաշվի առնելով մեղադրյալների տարիքը եւ սեռը, վարույթն իրականացնող մարմինը դատարանին միջնորդել է կիրառել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցներ։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել վարչական հսկողությունը։ Դատարանը քննիչի միջնորդություններով մեղադրյալների նկատմամբ սահմանել է նաեւ արգելքներ։ Առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության բնակության վայրը չփոխելու, գիշերային ժամերին բնակության վայրը չլքելու, ինչպես նաեւ որոշակի անձանց հետ չհաղորդակցվելու եւ որոշակի վայրեր չայցելելու վերաբերյալ։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նշված դեպքի բոլոր հանգամանքները պարզելու եւ դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Երևանում այսօր տեղի ունեցել ապագայի փողը տնտեսական ազդեցությունները Doing Digital ֆորումը, որին մասնակցել են տարբեր երկրների շուրջ 2000 ներկայացուցիչներ։ Հայաստանը պետք է առաջնորդի տեխնոլոգիական փոփոխությունները, ոչ թե լինի սպառող միջոցառման մեկնարկին, ասել է ֆորումի հիմնադիրը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ խոսել է փողի դերի, արժույթի նկատմամբ վստահության ձևավորման եւ կրիպտոարժույթի մարտահրավերների մասին։ Ընկերներ, մենք այսօր ապրում ենք աննախադեպ տեխնոլոգիական փոփոխությունների դարաշրջանում, ես կասեի տեխնոլոգիական ցունամիի ժամանակաշրջանում, երբ ամենատարբեր ոլորտները, տնտեսությունները, երկրները, ոլորտները, հասարակությունները վերափոխվում են սրընթաց տեմպերով։ Արհեստական բանականությունը, բլոկչեյնը, ավտոմատացումն ու կենսատեխնոլոգիաները պարզապես զարգացող ուղղություններ չեն այլևս։ Դրանք նոր շրջանակներ են, որոնք վերասահմանում են մեր աշխատանքի, շփման ու նորարարություն իրականացնելու ձևերը։ Թվային փոխակերպումն այլևս ընտրություն չէ, այն անհրաժեշտություն է։ Եվ նրանք, ովքեր չեն կարողանում հմուտ նավարկել ուժգին ալիքներին դիմակայելու այս պայմաններում, փոփոխություններին դիմակայելու վտանգի առջև, նրանք միգուցե եւ չդիմակայեն։ Տեխնոլոգիական զարգացումներն ու ապագայի փողի շրջանառության նոր մոդելները վերափոխում են սոցիալական եւ տնտեսական իրականությունը եւ վարքագծային կտրուկ փոփոխություններ պահանջում, որը առանց ռազմավարական մոտեցումների դրան հասնելն ուղղակի անհնար է։ Վերջին մի քանի տարվա ընթացքում կրիպտոակտիվները բավականին մեծ թափ են հավաքել։ Եթե կրիպտոարժույթը պահվում է որպես արժեք ձևավորող միավոր եւ կարող է ժամանակի ընթացքում նշանակալի վերադարձելիություն ապահովել, ապա ավելի քիչ կենսունակ է դառնում որպես փոխանակման միջոց։ Կրիպտոյի ռիսկայնությունը հաշվի առնելով դրա արժեքի հարափոփող մակարդակը ավելի բարդացնում է իրավիճակը։ Տնտեսությունները ժամանակի ընթացքում պետք է կարողանան մասնավոր արժույթների հնարավորություն ստեղծել։ Ակտիվներն առանց ներհատուկ արժեքի կոնստանտ գնով կարող են հույս ունենալ, որ կգոյատևեն որպես փոխանակման հնարավորություն։ Մարդիկ չեն ցանկանա արժույթը փոխանակել, եթե ներհատուկ արժեքը ժամանակի ընթացքում միայն աճելու է։ Երկրորդը հանրության վստահությունը փողի նկատմամբ սովորաբար ձևավորվում է վստահելի ինստիտուցիոնալ նորմերից, կանոնից։ Օրինակ, դրամավարկային քաղաքականությունը վերահսկում է փողի արժեքի տեղաբաշխումը պահանջարկին համապատասխան, որպեսզի արժույթը զրո ներհատուկ արժեք ունենա։ Հորիզոնի այս թողարկումը ավարտվեց, կարճ դադարից հետո եթերը կշարունակի հեռանկարը։ Հեռանկարի հյուրն է շնորհապետական կուսակցության նախագահ քաղաքական գիտությունների տեխնացու Գուրգեն Սիմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Վերջին օրերին, վերջին շրջանում մեր ներքաղաքական կյանքում ամենաթեժ, ամենաքննարկված, միևնույն ժամանակ ամենաքաղաքականացված այդ թեման Գյումրի ընտրություններն են։ Միևնույն ժամանակ նաև ամենաինտրիգային, գուցե ամենասկանդալային։ Ձեզ համար ամենակարևոր արձանագրումները Գյումրի ընտրություններից որոնք են։ Նախ առաջին հերթին պետք է նշենք, որ դա խիստ կարևոր ընտրություններ էր, որտեղ Գյումրին ամեն դեպքում Հայաստանի երկրորդ քաղաքն է իր մասշտաբներով։ Ամենակարևոր արձանագրումն այն էր, որ 56% ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների չի մասնակցել։ Սա խնդիր է։
որտեղ մեծ մասնակցայնություն ունենալու պարագայում հստակ կարող ենք արձանագրել, որ ներքաղաքական իրավիճակը ընդունելի է մարդկանց կողմից եւ առաջադրված ուժերը ընդունելի են եւ քաղաքական process-ներին ակտիվ մասնակցություն ունենալը մարդկանց համար կարեւոր է, ինչը նորմալ ավանդաբար պետական կուր համակարգ ունեցող ժողովուրդները շատ լավ գիտեն։ Ցավով պետք է արձանագրենք եւ նաեւ սա որպես կոչել փաթեթավորենք, ասենք սիրելի քաղաքացիներ, միշտ մասնակցեք բոլոր ընտրություններին, անխտիր բոլոր ընտրություններին, անկախ նրանից, եթե տեխնացու չեք գտնում, միևնույն է մասնակցեք, մասնակցայնությունը կարեւոր է։ Սա ամենաառաջինն է, որ ես կուզենամ ասել, որ մեծ մասը քաղաքացիների չմասնակցեց։ Մինչև երկրորդին անցնելը ես հիշեցնեմ, որ նախորդ ընտրություններում, ճիշտ է դա 2021 թվականին էր պատերազմից մոտավորապես 1 տարի հետո, բայց այն ժամանակ շատ ավելի քիչ էր մասնակցությունը, 76%-ը չէր մասնակցել 3 քառորդ։ Այսինքն ասում մենք կրկնակի աճ ունենք։ Աճ կա, բայց ամեն դեպքում 56%-ը չի մասնակցել, սա խիստ մտահոգիչ է ինձ համար, եթե համապետական ընտրությունների նման արդյունքներ են գրանցելու մասնակցայնության առումով, ապա խնդրեմի առաջ ենք ամբողջ ազգով։ Երկրորդ կարևորագույն հանգամանքը այն հիպոթեզը, որ ես առաջ էի քաշում, որ ընտրություններով հնարավոր կլինի փոփոխություններ իրականացնել, կարծես թե արդարանում է։ Որովհետև այդ վարչական ռեսուրս կոչվածը, որ մենք այդքան չարչերկված բառ ենք դարձրել, շատ մասնակցելու պարագայում չնչին տոկոս է կազմում։ Տեսեք, չմասնակցելու իրականում շահառուները ովքեր են ենթատեքստում։ Այն ուժերը, որոնք որ հույսները դրել են վարչական ռեսուրս զորաշարժելու վրա։ Իսկ մեծ քանակությամբ մասնակցային հնարավորություն ունեցող ընտրություններում դուք պատկերացրեք, որ այդպիսի հնարավորությունները շատ ավելի տոկոսային քիչ հարաբերակցություն են ստանում։ Համարում եք, որ շատ է օգտագործվել վարչական ռեսուրսը այս ասում են, ընդ որում ասում են նաև ընտրակեղծիքների հանգամանքը երկուսն էլ ապօրինություն է, բայց եթե ընտրակեղծիքները եւ կաշառքի բաժանման հանգամանքը կա եւ վարչական ռեսուրսի հանգամանքը կա, ապա մասնակից կողմերը, որոնք աչալրջորեն ուսումնասիրել են հարցը, ինչ են ընդունում արդյունքները ընտրությունների։ Ինձ համար հարցերից հարցը սա է։ Սա քաղաքական մշակույթի եւս մեկ բաղադրիչ, որ ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը, եթե արձանագրում են տարբեր կողմերի մասին ընտրակեղծիքների տարբեր ֆորմատներ, ինչ են ընդունում վերջնարդյունքը։ Եթե ընդունել են, ապա անգամ եթե դա տեղի է ունեցել, ապա ընտրությունների վերջնարդյունքը ընդունվում է բոլորի կողմից։ Իսկ որ իշխանությունը չի օգտագործել վարչական ռեսուրս։ Բոլորը Երևի թե այստեղ հարցներ անում է, թե որ իշխանությունը ինչ չափով է օգտագործել։ Այո, ինչ չափով եւ դա իրականում իշխանությունների պարագամ գուցե եւ մյուս ուրիշ պետություններում էլ օրինաչափ լինի։ Պարզապես դա այնքան չի տոկոս է կազմում, երբ որ լայնածավալ մասնակցայնություն կա քաղաքացիների։ Ես ինչի կոչ արեցի, որ սիրելի քաղաքացիներ, միևնույնն է մասնակցեք, որտեղ մասնակցելու պարագայում այդ ռեսուրսները չնչին են դառնում, անգամ անցողի կիշեմը գուցե եւ չհաղթահարեն։ Մյուս կարևոր խնդիրը, որ ես նկատեցի, ավանդաբար շարունակվող անձերի շուրջ համախմբվելու հանգամանքն է։ Մենք մեր քաղաքացիական հանրույթը սովոր է անձերով դատել։ Հիմա շատ են չարչրկված սարքել, որ ինչի այդքան շատ ձայն ստացավ կոմունիստական կուսակցությունը, բայց եկեք արդարացի լինենք եւ ասենք կոմունիստական կուսակցությունը չստացավ։ Անձը բերեց այդ ձայները։ Անձով պայմանավորված էր։ Հիմա եթե ապօրինություններով է բերել, ինչ եք ընդունում ընտրությունների արդյունքը։ Եթե ապօրինություններով չեք բերել, ուրեմն այդ անձը իր որակական հատկանիշներով շատ ավելի գերակշիռ համակրանք ունի, քան այն անձիկ, որոնք որ հակընդդեմ քաղաքական ուղղություն էին տանում առաջ։ Այսինքն, այստեղ հստակ մենք ընդգծում ենք մի հանգամանք, որ 30 տարի շարունակ իբրև քաղաքացիական հանրույթ մեզ մոտ քաղաքացու որոշման եւ քվեի մշակույթը դեռևս արմատավորված չի եւ այս բացը ես կապում եմ բացառապես բոլոր ժամանակների իշխանությունների վարած կառավարական քաղաքականությամբ, որտեղ ազգակերտումը պետությունների համար կարևոր հանգամանք է, հանրակրթությունից բռնած մինչև մաս մեդիաներ եւ լրատվականներ, որոնք մարդու որակական հատկանիշները առօրյա ռեժիմով սկսում են զարգացնել եւ սնուցել։ Մենք դա չենք տեսնում ցավոք սրտի։ Այս կարևոր կետերի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Այստեղ ես համամիտ եմ ձեր հետ, օրոք շարքումը շատ եղավ, չէ, որ Գյումրին ընտրում է էլի կոմունիստական կուսակցությունը, որոշ մեկնաբանություններում Գյումրին լենինական դարձավ, նորից այս դրամաբանության մեջ Ես ուղղակի քաղաքական անլրջություն եմ համարում մարդկանց ծաղրելը, ասել Գյումրին լենինականացրեցիք։ Չի կարելի այդպիսի էպիցետներ հնչեցնել։ Նախ Կումայրին պատմականորեն այնքան հին է, որ Լենինն ուր էր, սկսենք այդտեղից, եւ ի վերջո նորանկախ Հայաստանի Հանրապետությունում
այդ ծաղրոցանակի ենթարկողները իրենց բացասական առումով ավանդը ունեն ժողովրդի կողմից ոչ հավասարարժեք ընտրություն իրականացնելու համար։ Եվ եթե դու այլընտրանք ես ներկայանում իբրև եւ որպես այլընտրանք չես կարողացել դիրքավորվել համաժողովրդական ակնկալիքների համատեքստում, դա ժողովրդի մինուսը չի, դա քո մինուսն է։ Դուք համարում եք, որ ԿՊ-ն կամ իշխող կուսակցությունը պարտվեց Գյումրիում կամ երբեմն նույնիսկ տապալվեց այսպիսի բնութագրում։ Բոլորը պարտվեցին։ Ես այդ վերջին վճիռ կայացնող անձը, որի վերջին խոսքին ամբողջ հանրապետությունը սպասում է, նրա տեղը լինեի առհասարակ կտանեի ամբողջ գործընթացը հերթական ընտրությունների, նորից ընտրությունների։ Դուք ասում եք բոլորը պարտվեցին, բայց ես էլ կարող եմ հակադարձել, ասել բոլորը հաղթեցին։ Ընդդիմությունը ասում է, որ միասնական ընդդիմությունը հաղթել է, թեև դեռ այդ միասնականությունը մենք չենք տեսնում եւ ըստ էության դեռ պարզ չէ ով կլինի քաղաքապետը։ Մյուս կողմից ԿՊ-ն ասում է, որ իրենք են հաղթել։ Ես ուզում եմ կարճ վիճակագրություն նաեւ մեջ բերել, գուցե դուք էլ վերիչեք, հետաքրքիր կլինի։ Երբևէ Գյումրիում ԿՊ-ն չի հաղթել քաղաքացիական պայմանագիրը։ Տեսեք 2016 թվականին այն ժամանակ դեռ իշխանություն չէր ԿՊ-ն, ընդամենը 600 քանի ձայն էր հավաքել, դա 11 տեղանոց ցուցակում 11 քաղաքական ուժեր էին պայքարում, 10-րդ տեղն էր, 0-ական ինչ-որ տոկոսներ։ 21 թվականին ԿՊ-ն երկրորդն էր 30% ձայներով եւ ընդամենը 7800 քվեով։ Այս անգամ ԿՊ-ն 17000 ձայն է հավաքել եւ առաջին տեղում է։ Կարևոր հանգամանք կա, առաջին տեղում է, բայց կախված այլ ուժերի միանալու հետ կապված կարող է ընտրվել քաղաքապետը։ Ես մի կարևոր շեշտ եմ ուզում դնել, որ այն ժամանակ 8 ընդդիմադիրներ չկային ԿՊ-ի դեմ։ Գյումրիի հետ կապված ճակատագրի բերումով, թե այսպես է ձևավորվել, որ եթե քաղաքական ուժը խնդիր է ունենում, դա սկսվում է Գյումրիից։ Գյումրին ոնց որ ինդիկատոր լինի, ցույց է տալիս սիմվոլիկ իմաստ է նաև։ Սիմվոլիկ իմաստ է դարձել, այո, Գյումրիից սկսվում է այն ազդակը, որ իշխանությունները խնդրեմ ունեն։ Եվ այդ խնդրեմը նաև ոչ միայն նրանց քաղաքականության, վարած քաղաքականության ածանցյալն է, այլ նաև համաժողովրդական համազգային ակնկալիքների տապալման վերջնարդյունքն է, որը սուբլիմացվեց առաջին հերթին Գյումրիում եւ Երևանում էլ մենք իհարկե տեսանք այդ պատկերը, որ բավականին խնդրահարույց է, բայց Գյումրին որպես այդպեսին համապետական ընտրություններից առաջ հստակ ցույց է տալիս, որ խնդիր կա։ Այսինքն ես տեսնում եմ, որ բոլոր ներգրաված հնարավոր ուժերը պարտվեցին, թե այլընտրանքային ընդդիմությունը, որ իրեն դիրքավորել էր որպես այլընտրանքային, բայց այդքան նվազ ձայներ ստացավ, թե իշխանությունները, որ հիմա կուրծք են ծեծում, ասում են կրիմինալը ձայներ ստացավ, դե որ կրիմինալ էր, ինչի է այդ կրիմինալը առհասարակ հնարավորություն ունեցել մասնակցի ընտրությունների, հարց իշխանություններին։ Թե իշխանությունները պարտվեցին, որ անգամ նմանատիպ օդիոզ կերպարները, որոնք իրենք են բնութագրում այդպես, այդքան մեծ ձայներ ստացան եւ նրանց ստացած քվեն այն աստիճանի չի, որ միանգամից քաղաքապետի հարցը կարողանան փակել։ Այսինքն բոլոր ներգրաված ուժերը պարտվել են։ Ես կարծում եմ, որ պատմությունը գիծ է քաշել։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իդեմս գյումրեցիներով սկսվեց։ Այդ գիծը քաշել է, որ 1990 թվականից մինչև 2025 թվականը տեղի ունեցած եւ ձևավորված քաղաքական դաշտը գծից այն կողմ է, լուսանցքում է մնացել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պահանջ ունի այլընտրանքային նոր ուժերի, նոր քաղաքական համակարգի, նոր քաղաքական մշակույթի։ Մի հետաքրքիր տարել կար այս ընտրություններում, տեսեք Եվրաքվեն Եվրադաշինքը ներողություն, որպես առանձին քաղաքական ուժ մասնակցում էր, ներգրաված էր պայքարում, բայց ներկայացուցիչ հայտարարեց, որ կոալիցիա չի կազմի ԿՊ-ի հետ, այսինքն իշխող կուսակցության հետ, այն դեպքում, երբ Եվրաքվեի այդ նախաձեռնությունը փաստորեն կառավարությունը իշխանական թևը ողջունեց եւ վերջերս երկրորդ ընթերցմամբ նաեւ այդ Եվրամիությանը միանալու այդ մեկնարկի մասին ծրագիրը օրինագիծ ընդունվեց, այստեղ որոշակի չէ հակասություն կար։ Հակասություններ, գիտեք, ներկայիս քաղաքական դաշտում մարդիկ արդեն շատ դժվարությամբ են դյուրահավատ։ Մարդիկ կասկածանքով են մոտենում ամեն ինչին եւ ռետրոսպեկտիվ անցյալի անալիզի վրա են կայացնում իրենց որոշումները։ Նախկինում ինչ են տեսել, որ բոլոր հնդածս իրականացվող քաղաքականությունը դու ողջունել ես, պաշտպանել ես, սարի պես կանգնած ես եղել, հիմա հայտարարում ես, որ էլ սարի պես կանգնած չես լինելու։ Մարդիկ դա տեսնում են, չէ։
Եվ ես ամենակարևոր հանգամանքը համարում եմ բոլոր ժամանակների իշխանությունները եւ քաղաքական դաշտում ներգրաված անձիկ միշտ թերագնահատել են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բացի այն, որ պատմականորեն իր մեջ ամփոփած իմաստունություն ունի, այլ նաեւ այս տարիների ընթացքում քաղաքականապես գրագիտացել է։ Պարզ է, եւ ավարտելով այս թեման, այս հատվածը շատ կարճ փորձեք, ինչ կանխատեսում ունեք, ինչ սցենար կարող է լինել։ Դժվար է կանխատեսելը, որովհետև խճանակար այնքան խճճված է։ Մի կողմից հայտարարություններ կան, որ սատարումը իշխանություններին չի կարող տեղի ունենալ, մյուս կողմից էլ հակառակ ուղղությանը սատարումներ չի լինի։ Սպասենք տեսնենք, ես ամենատրամաբանականը համարում եմ, որ ընտրությունների մյուս փուլը տեղի ունենա, իսկ միջնաժամկետ կտրվածքով իմ կանխատեսումն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է ծնվեն նոր ուժեր, այնպիսիք ինչպիսին Հայաստանի շնորհապետական կուսակցությունն է, որի համագումարը տեղի ունեցավ փետրվարի 27-ին, հրաշալի կլինի, որ 2-3 ուժ էլ ծնվի եւ այդ պատմության քաշած գծից այս կողմ կառուցենք նոր քաղաքական համակարգ, նոր քաղաքական մշակույթով եւ մեր ժողովրդին առաջարկելիք ունենանք գաղափարախոսական եւ անձանց տեսքով։ Չեք թաքցնում ձեր ցանկությունները, հավակնությունները նոր քաղաքական process-ներին, այսպես լիարժեք ներգրաված լինելու։ Միանշանակ, որովհետեւ դա երեսպաշտություն կլինի, որ քաղաքական ուժը թաքցնի գլխավոր նպատակը, որը կանոնադրությամբ է ֆիքսված։ Հայաստանի շնորհապետական կուսակցությունը միտք ունի մասնակցելու Հայաստանի Հանրապետության ներքաղաքական բոլոր գործընթացներին, համայնքային ընտրություններին եւ համապետական ընտրություններին։ Գուցե արժեր հենց Գյումրիից սկսել։ Եթե հասցրած լինեինք մեծ սիրով, ասում ենք, չէ, Գյումրիում։ Գյումրեցիները շատ են գրել, ես փորձեիք տեսնեիք։ Այո, ես ուղղակի ցավ եմ ապրում, որ չհասցրեցինք, չենք հասցրել, թե չէ մեծ սիրով։ Լավ, շնորհակալություն։ Մի քիչ էլ խոսենք արտաքին քաղաքական զարգացումներից, այս վերջին օրերի ապատեգատվության տարափը կարծես մի պահ ընդհատվեց։ Ու դրան նախորդել էր այդ համաձայնագրի հետ կապված տեքստը ավարտին հասցնելու կողմերի հայտարարությունը, հետո այդ ապատեգատվությունը, հետո կրակոցներ Սյունիքի ուղղությամբ, հետո էլի մի պադատար, հիմա նորից էլի այս ամենը ինչ է նշանակում։ Ձգձգելու գործընթաց process-ի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության իշխանությունը առավելագույնը արեց, որ լրիվ ճկուն եւ հոսուն ձևով տեղավորվի ադրբեջանական ակնկալիքների մեջ, սափորը առաջարկեց Ադրբեջանը, մեջի հեղուկը դարձան Հայաստանի Հանրապետության իշխանությունները։ Ինչ սափոր առաջարկել է, դրա մեջ լցվել են ու այդ տեսքը ստացել են։ Այս առումով խնդրահարույց է, սա անգամ չդարձավ Ադրբեջանի համար հիմք, որ պատմականորեն իրենց համար ամենաշահեկան փաստաթղթի տակ վավերացումներ իրականացնել, ձգձգելու են։ Իսկ ինչու են ձգձգում, որտեղ մերձավոր արևելյան մեծ մերձավոր արևելյան թնջուկը, վառոտ է տակառը, ամեն վարքյան կարող է պայթել Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ շրջակա միջավայրով տեղի ունեցող խմորումներով պայմանավորված եւ այս պատերազմը դուք պատկերացրեք, եթե տևի 3-4 տարի արագ ավարտել հնարավոր չլինի այդ հումանիտար աղետ, այդ փախստականների հոսքը մենք կառավարելի կարող ենք դարձնել այս իրավիճակներում եւ Ադրբեջանը հույս ունի, որ ել ավելին է ստանալու Հայաստանի հաշվին, հայ ժողովրդի հաշվին, այդ իսկ պատճառով ձգձգելու է։ Ես քանիցս իմ բոլոր հրապարակային եթերների ժամանակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն մեկ օրակարգ եւ այդ օրակարգը Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը ամեն օր մեծացնելու մեջ պետք է գտնեն։ Ոչ մի պայմանագիր հնարավոր չի ստանալ թշնամու հետ այսօր խաղաղության, ոչ մի հայեցակարգային կոնցեպտուալ եւ սահմանադրական փաստաթղթերի բարեփոխումներ պետք չի նախաձեռնել։ Անընդհատ զարգացրեք եւ հզորացրեք Հայաստանը։ Տեսեք, մի փոքր կարծես թե Ալիևի հռետորաբանությունը վերջին 1-2 օրերին նորից փափկել էր, երևի թե կապված էր Գերմանիայի նախագահի այցի հետ, որովհետև նախագահի հետ հանդիպմանը ինչ է ասել Ալիևը, որ մինչ օրս խաղաղության պայմանագրի տեքստը, որը բաղկացած է 17 կետից, լիովին համաձայնեցված է, Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ չի առաջադրում։ Մեր պայմանները Հայաստանին հայտնի են, դրանք նորություն չեն, ու խոսքը սահմանադրության եւ ՀԱԿ-ը Մինսկի խումբը լուծարելու մասին է։ Մյուս կողմից էլի մի քանի օր առաջ հիշում եք Ալիևը ասում էր, որ Հայաստանի իշխանությունների հանդեպ վստահությունը գրեթե զերոյական է կամ մոտ է զերոյականին, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է եւ այլն եւ այլն։ Մի ելույթի ընթացքում մի նախագահ, որ հայ ժողովրդին անդադ ֆաշիստ
եւ ազգայնական ու ռևանշիստ է անվանում։ Այդպիսի ղեկավարի հետ խաղաղության պայմանագիր կնքելը ես չեմ համարում, որ հնարավոր է։ Եվ այդպիսի պետության շովինիստական հայացքներ ունեցող, հակահայկական, հայատիաց մոտեցումներ ունեցող։ Դուք չեք էլ հավատում խաղաղության պայմանագրին, ես ուզում եմ հասկանալ, չեք հավատում, որ այն երբևէ կկնքվի, թե որ կնքվի այն խաղաղություն չի բերի։ Ես հավատում եմ, որ իրողություններն են փաստաթղթերը պայմանավորում, այլ ոչ թե փաստաթղթերն են պայմանավորում իրողություններ։ Եթե ներկա իրողությունները պատերազմական են, ոչ մի փաստաթուղթ խաղաղություն չի սահմանի։ Իսկ ներկա իրողությունները պատերազմական են, քանի որ կոնվենցիոնալ բանակի զորաշարժի հնարավորություն Ադրբեջանը չունի, առայժմ տեղեկատվական տիրույթում տեղեկատվական գրոհի, կոգնիտիվ գրոհի, հոգեբանական եւ պատումների, նարատիվների գրոհի տակ է պահում Հայաստանի Հանրապետությունը, միջև որ հնարավորություն կունենա կոնվենցիոնալ բանակի զորաշարժ իրականացնել աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված։ Այս հանգամանքում խաղաղության պայմանագիրը անիրատեսական է, բայց երբ որ տարածաշրջանում իրոք դիմակայուն Հայաստանի Հանրապետություն կկայանա եւ հայոց բանակը հնարավորություն կունենա հավասարակշռելու թշնամու ուժերը, այդ դեպքում ռեալ կլինի խաղաղության մասին խոսելը։ Դուք բայց հավատում եք հայ-ամերիկյան գործընկերությանը, գործընկերային հարաբերություններին, նաեւ ռազմավարական գործընկերային հարաբերություններին։ Ավելի շատ հայ-ֆրանսիական։ Հայ-ամերիկյան էլ պարզապես Թրամփի վերընտրվելու հետ մոտեցումների փոփոխություն է տեղի ունեցել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի քաղաքակիրթ աշխարհի մասը, իսկ ես գաղտնիք չեմ բացահայտի, որ քաղաքակիրթ աշխարհը այսօր արևմուտքն է իրենից ներկայացնում, մենք չենք կարող ցեղասպանություններ իրականացնող եւ ժողովուրդների իրավունքները ոտնահարող պետությունների հանդրույթի մաս լինել։ Ձեր նախորդ հարցազրույցներից մեկում եք նշել հայ-ամերիկյան հարաբերությունների մասին, դրանց կարևորության կարևորների, դրա համար ես խիստ կարևոր են, բայց դրանք բավարար են կամ երաշխիք են գոնե փխրուն այս խաղաղությունը ինչ որ ժամանակով պահել։ Կարծում եմ այս փխրուն խաղաղությունը հենց այդ ուղղությունն է, որ սպասարկում է։ Եկեք չմոռանանք, որ առավոտյան հրապարակվեց Դոնալդ Թրամփի տնտեսական սահմանափակումները ամբողջ աշխարհի նկատմամբ։ Բայց 185 երկիր կար 20%, բայց Հայաստանին 10% սահմանափակում էր, գուցե մտել են մեր դրության մեջ, որ պետությունը այսքան տնտեսական, ֆինանսական խնդիրներ ունի եւ բայց Ռուսաստանը չկար ամենակարևոր այդ Ռուսաստանի կար 3 խոշոր պետություններ, այդ թվում նաեւ միջազգային բեռնափոխադրում իրականացնող նավ պատժամիջոցների տակ, այդ թվում նաև կարծեմ 7 անձ, եթե չեմ սխալվում, 3 կամ 7 անձ հայտնվել են պատժամիջոցների տակ։ Աշխարհը բարակ թելի վրայով ընթանում է, եւ ես չեմ կարծում, որ ընթանում է խաղաղության օրակարգով։ Այդ իսկ պատճառով անդադ կրկնել եմ եւ չեմ զելանա նորից կասեմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ունեն մեկ խնդիր, բարձրացնելու Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունը, պաշտպանունակությունը եւ հայոց բանակի մարտունակությունը։ Միայն այսպես կարող ենք երաշխավորել մեր անկախ ընթացքը համաշխարհային պետությունների պատմության ընթացքում եւ քայլ առ քայլ մեջքներս շտկել ավելի լավ պետականություն թողնել մեր հետնորդներին, քան այն ինչ որ մենք ստացել ենք մեր ավակներից։ Կարծում եք, որ այս տարիների ընթացքում մեր բանակի մարտունակությունը մեծացել է։ Նույն այս նկատի ունեմ հետ պատերազմյան այս 3-4 տարի։ Որտեղ այստեղ էս կարծիքները խիստ հակասական են։ Շեշտակի է փոխվել, մեր զինված ուժերը շատ ավելին է, քան 2020 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ, բայց դա այն բավարար աստիճանը չի, որը ես որպես մասնագետ պաշտպանական անվտանգային քաղաքականության եւ պետության ռազմավարական քաղաքականության իրականացման կցանկանայի տեսնել, եւ ես այդ մեթոդները կարող էի առաջարկել եւ առաջարկել եմ, ինչպես կարող էին թռիչքային զարգացում ապահովել զինված ուժերի, այդ թվում նաեւ կադրային ներուժի հանգամանքում, բայց մեր բանակը դեռևս 20-րդ դարի զինված ուժերի տրամաբանության տակ է մնացել, ճիշտ է, սպառազինված, փոքրի շատ է, ճիշտ է, կադրային որոշակի փոփոխություններ իրականացրած, այս վերջին նշանակումները մասամբ իմ դուրը գալիս են, լավ սպաներ են նշանակված Բարսայշյան պաշտոններում, բայց դա մասնակի իրականացված փոփոխություններ են։ Ես ավելին էի ակնկալում շրջաբերաբար փոխված զինված ուժեր, այլ բանակ, այլ մոբիլիզացիոն ռեսուրսի կառավարման հնարավորություններով, այլ մոտեցումներով եւ այլ անձնակազմով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրը Գուրգեն Սիմոնյանն էր։